Պարոն Փաշինյան, դուք արդեն 7 ամիս եք քաղաքական սեղանին դրել եք կաթողիկոսին հանելու հարցը, արդեն 7 ամիս է այդ հարցը պահում եք օրակարգում, տպավորություն է, որ եթե կաթողիկոսին հանեցիք ու դրեցիք ձեզ ենթարկվող, ձեզ հավատարիմ ինչ-որ մեկին, ասենք Արայիկ Հարությունյանին, Արսեն Թորոսյանին, այս երկրի բոլոր հարցերը լուծվելու են ընդհանրապես։ Ես նայում եմ վարչապետի լիազորությունները, վարչապետի լիազորությունների մեջ մտնում է գործադիր իշխանության հարցերը, ներքին, արտաքին քաղաքականություն, գործադիր իշխանություն։ Ձեր լիազորությունների մեջ ոչ միտեղ չեմ գտնում, որ մտածե եկեղեցական հարցերով զբաղվելը, կաթողիկոսի զավակ ունենալու հարցով զբաղվելը։ Լավ, ենթադրենք կաթողիկոսը իսկապես զավակ ունի, ընդունենք այդ փաստը, պարոն Փաշինյան։ Այդ զավակ ունենալը ձեր ընտրողներին ինչ վնաս է տալիս։ Ասենք ինչով է այդ փաստը վնասում, եթե մի քիչ ցինիկ գտնվենք, ասենք ընդհակառակը կաթողիկոսը նպաստել է ձեր խոստումների իրականացմանը։ Դուք եք չի ասել, որ Հայաստանի բնակչությունը 5 միլիոն է դառնալու։ Հո այդ 5 միլիոնը թուրքերով չէ դառնալու, հայերով է դառնում, նպաստել է բնակչության աճին, զարգացմանը եւ այլն։ Ընդհանրապես ո՞րն է ավելի մեծ մեղք, ուզում եմ հասկանալ, զավակ ունենալն է ավելի մեծ մեղք, թե ուրիշների զավակներին կյանքից զրկելը, թե ուրիշների մի ամբողջ սերունդ զավակ ունենալու հնարավորությունից, կարողությունից զրկելը։ Այդ կաթողիկոսի զավակ ունենալն է մեզ ավելի մեծ վնաս տալիս, թե մտնել լայվ ու ասել կասկա-մասկա հավաքեք, եկեք սահման, իմանալով, որ հոպը իսկապես չի աշխատելու եւ ընդհանրապես մսաղաց է տանելու։